որ իմ ձեռից ամեն ինչ արել են, ես առանց աշխատանքի, առանց գույքի, բարի բուն իմաստությամբ, ճշմարտությունը խոսալու համար, հայ ազգի ճակատագրով զբաղվելու համար, փրկելու համար, այս իշխանությունը հայերին անգամ Հայաստանում փախստական է դարձնում։ Հիմա ժողովուրդ ջան, հայեր ջան, սա մենակ Գադրուտի ժողովրդի կռիվը չի։ Բերձորում, Ստեփանակերտում, Երևանում, Արցախում յուրաքանչյուր ասում են, էսա գալու է Երևան կասկադ հասնի, ինչի Հայաստանը Երևանի կասկադն է, ամեն մի վարգան թուրքը ստեղ է գալիս հասնում է, ինչի սա է մենակ կարևորը, կասկադն է կարևոր հայի համար, ամեն մի թիս, հայի են քարը, մեր հայրենիքն է, ամեն մի թիս հողի համար կռիվ պիտի տան, թուրքին բերեցին, այլ Նիկոլի հեղափոխությունը ժողովուրդ, բարի բուն իմաստության բացատրեմ որն է, ձերին էլիտա է սարքե Հայաստանում, այս սուրբ հողի վրա, ձերին տվել են իշխանությունը, ձեր նորմալ հայ մարդկանց ճակատագիրն են որոշում, մենք իրավունք ունենք ապրելու թե չէ, Վազգեն Սարգսյանի աղբերը, Արամ Սարգսյանը, ես դրան այսենց պիտի տեսնեմ հայերը ոնց են կաշին փրտում, որ ասում է թուրքը գալիս է հայեր, ուրախացեք, մտածեք ինչ ունեք ծախելու, ծախեք, ինչ ես թողե, հողերը տվել ես թուրքին, աղբորդ գրաված հողերը, թողել ես ինձ գներեք հայեր, ձերի մի բանը ծախում եք ստեղ, ես հայազգը, ձերի շուկան են բերում թուրքերին, բավարարելու համար, ես շուկան ավելացնում, ես հայ ազգը տանջված ժողովուրդին, զոյ են տալիս Էրրատոյի մի բանի, արեք ճիշտը խոսանք ինչ որ կատարվում է, նորմալ լեզվով ասեն, հայ ազգը ոչնչացնում են, ձերին սարկել են, չաստի պրաստիտուտկա, Էրրատոյին սարկել են երկրի ղեկավար, Ալֆոնսներին հագցրել են զինվորական ֆիդայինի կամուֆլաժը, մեր ճակատագիրն են լուծում, ասում են ազգը դարձել է շեղ, թուրքի ջվուդի շեխը, ստեղ աջծրել են, հանել են, ջրի երես, այս սուրբ ազգն են ոչնչացնում, ուրեմն ոչ ես չեմ ավարտել, ասում եմ բոլորին, պատերազմի ժամանակ, հայ կանայք, երեխեքներին գրգած, բոլոր դեսպանատների դեմ լացում էին, ՄԱԿ-ի դեսպանատան դեմ լացում էին, Եվրոխորհրդի դեսպանատան դեմ լացում էին, բոլոր արտերկրների դեսպանատան դեմ լացում էին, օգնություն էին փրկում, խնդրում, ումից, ովքեր որ ես եղերն են կատարում, ժողովուրդ խելքի արեք, ես եղերնը կատարում են, 300 տարի է ջավուդները, բոլոր իշխանությունները աշխարհում, ջավուդների ձեռն է, մի հատ ջավուդ ցույց տվեք, դուք գրում եք, մի հատ ջավուդ, կես ջավուդ ցույց տվեք, որ ես հողի վրա ապրում է ու հարուն է թափել, ես հողի համար թուրքի դեմ, չկա, թանգարանի համար էլ չկա այդ ջավուդը, իսկ Ադրբեջանը պատերազմի ժամանակ գլուխ էր գովում, որ ջվուդները Ադրբեջանի համար կռիվ են տալիս, Իսրայելը գլուխ գոված, որ благодаря интенсивным поставкам оружия Израилю, Ադրբեջանу удалось победить Армению, եթե դուք չեք ձայնագրում ցույց տալիս, դերևն Աստված կա, ասու Դադաստանը ստանալու է, ես խնդրում եմ ինչ ասում եմ գրել, ցույցը տվեք, այսօրվա օր, հայ ազգը, մեզ որ ասում են, не превращайте это в религиозную войну, это религиозная война, это война не мусульмано-христианская, это война иудеев против христиан, դիմում են վեհապարին, վեհապարտեն, ժողովուրդին, հայ ազգին հանի ոտի, նշտեն էլավ ինչ են նշտեյա, ոսկորները ծամում 100 տարի, նշտեն միագնավորելավ, հասկանալով ջվուդների դեմ կռիվ,
Կարմիր 11-րդ բոլշևիկյան բաննագը դա ջվուդների բաննագն է, նշտանջն չխեց իրանց, դրա համար Գևորգ Չաուշի մսերը չեն ծամում, Անդրանիկի մսերը չեն ծամում, նժդեի մսերն են ծամում, նժդեն էլավ ջվուդների դեմ, էլավ ոչ թե կուսակցական պայքարով, այլ էլավ սուր պայքարով ու հաղթեց այդ պայդերազմը, հայը հաղթում է, երբ որ հույսը իրան վրա ու ասու վրայա դնում, ինչ Ռուսաստան, ինչ Ամերիկա, ինչ Եվրոպա, իրանց կատարած եղերնա, հույսը մեր Աստված, մեր հավատքի շուրջը հավաքվում ենք, հայազ, հաղթենք, փրկենք այս սուրբ ժողովուրդը, վերապարտենք, որ երրորդ անգամն եմ դիմում քեզ, ես 7-րդ սերունդ դերդերերի թոր եմ, դիմում եմ քեզ, եկեղեցից թողանի ժողովրդին ոտի, սա ճանապարհի կռիվ չի, որ Պուտին ասեց, появились благоприятные условия для разблокировки дорог, для еврейства, геноцид армян. Это благоприятные условия для разблокировки дорог. Շոլկովի Պուտի կռիվն է ժողովուրդ, եթե առաջ հայերն են ապրել ու օգտվել են, հայերին վերացնում են, մետաքսի ճանապարհը սարքում են, ջվուդները լցվում են, օգտվեն դրանից, հարց Սերժ Սարգսյանին, 10 տարի առաջ Եվրейների միության նախագահ Ռիմա Վարժապետյան պաշտոնապես հայտարարել է, որ իրան գործնեությունով և հոգեբանությունով ինքը սիանիստ է, ուր էր նայում երկրի պրեզիդենտ, բոլոր ուժային կառույցների ղեկավար, որ Հայաստանում Եվրեի միությունը, որը հայտարարում է 800,000 եվրեյ գոյություն ունեն Հայաստանում, այսինքն ժողովուրդ, ինչքան ուզում եք քվեարկեք, մեզ ասում են 52%-ը հայությունը պասիվ է, ընտրության չեն մասնակցում, ինչ են անում, при этом Ռիմա Վարժապետյան հայտարարում է պաշտոնապես, որ 800,000 եվրեյ են ապրում Հայաստանում և ես հասկանում եմ, գներեք, ճշմարտությունը ճիշտ բան չկա։ Բան չնեմ ասում, բայց մենք նկարահանում ունենք երիք։ Հասկացա, ես միջև վերջ ավարտել, փակում եմ։ 800,000 եվրեյ գոյություն ունեն Հայաստանի հողի վրա ու իրանք պարտադիր մասնակցում են ընտրություններին, ինչ է նշանակում, կոպիտ հաշվարկ 3 միլիոն հայից, միլիոն ու կեսյանին չեն մասնակցում, այդ մնացած միլիոն ու կեսից 800,000 ջվուդը անում է 63%, ինչ ուզում եք արեք ջվուդները իրանց իշխանությունը, 63% ապահովել են ստեղ, պլուս Հայաստանի բնակչությունը ավելացել է 700,000-ով, ով է եկե պատերազմից հետո ստեղ, ջվուդները, վերապարտել, դեր կայնի քո քրիստոնյա ժողովուրդին, մեզ խեղտող, հարում խմող, ջվուդներից, իուդայիստներից փրկելու համար։